Մենք վերադարձանք տաղավար, այս տարի արդեն մի քանի անգամ առիթ ունեցել ենք խոսելու, այսօր էլ խոսել ենք Կաղանդ պապիկի մասին, մեծ պապուկի մասին, այսօր շատ ավելի մանրամասն կխոսենք թե հայկական ամանորյա ծեսերի մասին, թե Կաղանդ պապիկի մասին, եթե ուզում եք իրապես տեսնել հայկական Կաղանդ պապուն, զարդարել Կաղանդի ծառը, համ տեսել ավանդական տարեհացը, ապա այս կիրակի անպայման գնացեք Գառնի, այստեղ իսկական հայկական ավանդական նոր տարի նշելու հնարավորություն եք ունենալու։ Կազմակերպիչներն են այս պահին մեր տաղավարում, Հասմիկ Տիգրանյան, Վարը Վարենք կրթամշակութային հասարակական կազմակերպության ծիսավար, Մարիամ Կարապետյան, Վարը Վարենք կրթամշակութային հասարակական կազմակերպության անդամ, Սոսե Անանյան, Խնկենիի հիմնադիր, մանկավարժ, նկարիչ, հագուստի մոդելավորող, Կաղանդ պապի կերպարի մոդելավորող, ահա այսպիսի շատ հետաքրքիր հյուրեր ունենք, ես տեսնում եմ այդտեղ գավազանը, երևի թե սկսենք հենց գավազանի պատմությունից։ Ուրեմն գավազանին միջացնելը, ես երևի թե խոսեմ, թե ում գավազանն է սա, այն Կաղանդ պապիկի գավազանն է եղել և մենք փորձել ենք ոճավորել այն։ Կարող ենք այսպես իջացնել, հեռուստադիտողն էլ կախված այդ բաները տեսնի։ Իրենից կախված հմայիլները կոչվում են դաղդղաներ և դրանք պահպանող դեր են կատարել և քանի որ Կաղանդ պապը իմաստուն, իր մեջ բարություն խորհրդանշող կերպար է, գավազանով լեռներից իջել է ցած և ավետիսներ և բարություն և սեր տարածել մարդկանց տները այցելելով։ Կարող եմ նշել նաև, որ Կաղանդ պապի կերպարը մեր նախնիների ոգին է կրել իր մեջ ու ինքը միայն չի հանդես եկել ամանորին, այլ կերպարանափոխվելով տարբեր տոների, ծեսերի, հեքիաթների նույնիսկ, ինչպես իմ սիրելի Հասմիկ Բաղրամյանն է նշում, ինքը այն հեքիաթի մեջի հալիվորն է, որ նստած է ճամփաբաժնին և բոլորին ցույց է տալիս ճիշտ ճանապարհը։ Ընտիր, իսկ մենք նաև այս թեմային այս ձևաչափով ենք անդրադարձել, որ ինչի հանրահռչակումը բավականաչափ շատ չէ մեր Կաղանդ պապիկի, այ ինչ միջոցառումներ կարելի անել, ինչպես կարող ենք այդ ամեն ինչը հանրահռչակել, որ օրինակ Սանտա Կլաուսին ինչպես ենք սպասում, նույն կերպ սպասենք կամ ինչ-որ տեղ լինի Կաղանդ պապիկը, գնանք իրեն տեսնենք, հանրահռչակման ուղղված ինչ նախագծեր կան։ Այո, լավագույն տարբերակը օրինակ ծառայել և շունչ հաղորդել, իրական շունչ հաղորդել մեր կերպարներին, մեր հերոսներին, ի սկզբանե դա է եղել մեր համագործակցությունը Վարը Վարենքի հետ, որպեսզի այնպիսի կերպար ստանանք, որը ժամանակին համահունչ կլինի, բայց իր մեջ կունենա հայկական ավանդույթը ներառող ոգի, և Կաղանդ պապիկի կերպարը յուրովի ենք մատուցում, այսինքն ժամանակակից ինքը էլեմենտներ իր մեջ ունի, իհարկե պահելով խորհրդանշանները։ Միակ լավագույն տարբերակը օրինակ ծառայելն է, տոներ ծեսերը միասին նշելն է, մեր ընտանիքներում նշելն է, սա լավագույն տարբերակն է։ Իսկ սա Կաղանդ ծառն է, ճիշտ հասկացա, թելերով և չրերով զարդարված։ Խնկի ծառ, Կաղանդ ծառ, ամանորին հանդես է եկել որպես Կաղանդ ծառ, զարդարված է եղել չրերով, մրգերով, քաղցրեղեններով, ասիլ վասիլիկներով, որոնք պատրաստել են ամանորի գիշերը, այնուհետև կախ են տվել տվյալ ծառից և սա էլ միանշանակ արխայիկ կերպն է տոնածառի ու մենք ունեցել ենք մեր մշակույթում այս ամենը, ցավոք սրտի մոռացության է մատնվել, ժամանակն է վերականգնելու, հաղորդակից լինելու։ Հրաշալի, այ կիրակի օրը Գառնիում ինչ են տեսնելու, ինչի մասնակից են լինելու, ինչու գալ օրինակ կիրակի Գառնի։ Գառնիում մեր միջոցառումը մենք անցկացնելու ենք երթի ձևով, մտնելու ենք տներով, բարեմաղթանքներով, նվերներով, տնետուն մտնելուց հետո այցելելու ենք նաև Թոնրատուն, ապա ավարտելու ենք մեր երթը դպրոցներից ոնց որ թե մեկի դահլիճում, ընդհանուր երկուսուցում և պարուսուցում անցկացնելով։
Հրաշալի է։ Այ ինչ որ ավանդույթներ կան, որոնք ձեզ համար էլ, հա, երգեր, ավանդույթներ կապված ամանորի հետ, նոր տարվա հետ, որոնք ձեզ համար էլ են եղել բացահայտում, դուք դա սովորել եք եւ հիմա մենք էլ հեռուստադիտողին կարող ենք դա օրինակ սովորեցնել։ Իհարկե, բացի այն, որ կարող ենք հիմա հեռուստադիտողին սովորեցնել, կարող ենք նաև հեռուստադիտողին հրավիրել եւս մեկ անգամ Գառնի, ականատես լինելու իսկական ամանորյա ծիսական տոնակատարության, քանի որ ամանորը վստահ եմ բոլորի համար մեծ տոն է եւ ավանդական ծեսերով նշելու առիթ կարծում եմ միշտ չէ որ ունենք եւ բարևարենկը ստեղծել է այդ հրաշալի առիթը Ծեսերը, որոնք որ ականատես կլինենք ամսի 20-ին Գառնիում, դրանցից մեկը շրջերթն է տնից տուն, ավետիսներ երգելով, երբ տղա երեխաները փոքրիկ խմբերով, ինչպես տեսնում եք, սեղանին մենք լույս ունենք, մոմ ունենք, Կաղանդ պապը ուղարկել է։ Այո, Կաղանդ պապն է մեզ ուղարկել, եւ շրջում էին տնետուն եւ լույս էին տանում, ավետիս էին տանում, այսինքն նոր տարվա բարի լուրն էին տանում փոխանցում տնետուն եւ այո, տղա երեխաներից կազմված խումբը Կաղանդ պապի գլխավորությամբ։ Կաղանդ պապը հավաքում էր իր խումբը տղաներից կազմված եւ անցնում էր տնետուն այդ բարի լուրը փոխանցելու։ Իսկ աղջիկ երեխաները ինչ մասնակցություն ունեին։ Աղջիկ կերպարները տնայնության գործերով են զբաղվել։ Իհարկե, սա շատ խորը իմաստ ունի։ Մենք գուցե այժմ կարծում ենք տղա եւ աղջկա դերեր չկան, բայց իրականում շատ խորհրդավոր է եղել։ Կինը պատրաստել է այն ուտեստը, որը պետք էր սեղանի լիներ ու խորհուրդ է ունեցել, թել է մանել, պարտադիր գործել է գուլպաներ, որը պետք է կրեին տան բոլոր անդամները, այսինքն սա մայրության եւ պտղաբերության խորհրդանիշն է, որ կինը իր մեջ նույնիսկ փոքր տարիքում փորձել է իր մեջ կրել։ Իսկ տղամարդը միանշանակ որպես որսորդ, որպես ավելի շատ սոցիումի մեջ գտնվող անձ ինքը շրջել է տնետուն եւ զբաղվել լուրը տարածելով։ Հա, օքեյ։ Եթե հիմա մի քիչ ավելի խորը հասկանանք կենաց ծառի իմաստը, ինչ է սա իրենից ներկայացրել, ինչ ունի փոխել եւ ինչ երգերով են զարդարել։ Կենաց ծառը ընտանիքի խորհուրդն ունի եւ հայկական մշակույթում կենաց ծառը միայն ամանորյա ծիսական համալիրում չէ որ հանդիպում է, այլ գրեթե բոլոր տոներում մենք ունենք կենաց ծառի սիմվոլը եւ խորհուրդը։ Կենաց ծառը համարվում է իր մեջ կրում է կյանքի վերընթաց զարգացումը ծնունդից մինչեւ պտղաբերություն եւ հենց այդ նպատակով մենք ծառը զարդարում ենք եւ զարդարում ենք ոչ թե եղևնին, որը այսօր ավելի մեծ տարածում ունի, այլ զարդարում ենք պտղատու ծառի ճյուղ, քանի որ հենց այդ խորհուրդն ենք փորձում փոխանցել, որ ծառը պետք է պտուղ տա եւ շարունակություն ունենա։ Ինչ երգերով, եկեք երգենք։ Եկեք երգենք։ Մարիամը մեզ համար կարծում եմ մի շատ գեղեցիկ երգ կերգի ծառ զարդարելու մասին։ Սպասում ենք։ Մենք ծառը զարդարելուց հիմնականում երկու երգ ունենք, ավելի շատ կան, իհարկե, բայց կոնկրետ երկուսը ես ձեր համար կերգեմ այսօր։ Խնկի ծառը ծաղկել է, երաստակը քնել է, խնկի ծառը ծաղկել է, երաստակը քնել է, խնկի ծառ, խնկի ծառ, խնկի ծառը Աստծո գար, խնկի ծառ, խնկի ծառ, խնկի ծառը Աստծո գար։ Մեր դրանը խնկի ծառ գյուլում ջան, մարջան բլբուլ վրեն թար գյուլում ջան, գնար ու գար շվին տար գյուլում ջան, անուշյարի թևին տար գյուլում ջան, մեր դրանը խնկի ծառ գյուլում ջան, ոսկի բլբուլ վրեն թար գյուլում ջան, Աղջիկներ միանոք, որ ավելի աղբիլ լինի։ գյուլում ջան, ալվան ծաղիկ տանել տար գյուլում ջան։
Մենք նաև խոսել ենք այն ավանդույթի մասին, որ օրինակ սկանդինավյան շատ երկրներում Սանտա Կլաուսի համար դնում են թխված քաբլիթ, եւ եթե Սանտա Կլաուսը այն փորձում է, ուրեմն շատ ավելի լավ տարի է սպասվում, իրենք նվերներ են ստանում։ Այսպիսի ձևաչափի ինչ որ ավանդույթներ մենք ունենք կապված մեր կաղանդ պապիկի հետ, ինչպես ենք դիմավորել, ինչպես ենք ճանապարհել։ Այո, ու եղել են նաև օգնականներ, ոգիներ, որոնք այնուհետև այդ տղա կերպարներն են դարձել, կոչվել են ասիլիկ վասիլիկներ, իրենք պարտադիր գնացել են տնետուն, գուլպայով կամ որևէ պարկով պահանջել են տներից իրենց բաժին քաղցրը եւ չստանալու դեպքում նույնիսկ փորձել են վատ խոսքեր ասել, միջև ստացել են իրենց բաժինը եւ այնուհետև հավաքվել են որևէ միտեղ եւ նշել են կրկին ամանորի գալուստը։ Իդեպ նշեմ, որ մեր կաղանդ պապիկը նաև օրհնանքներ շռայլող պապիկ է եղել եւ մի օրհնանք էլ ձեր օջախին է ուղարկել, նաև կենաց ծառը նույնպես ձեզ նվեր է, որպեսզի ձեր շանթի եթերը եւ ընտանիքը միշտ ծաղկի եւ բարգավաճի։ Կարող եք թաքցնել Սա կարող եմ հիմա բացել։ Այո, կարող եք։ Իսկ օրհնանքները ինչ որ հատուկ անձնականացված են եղել, ինչ են պարունակել իրենց մեջ օրհնանքները շատ տարբեր են եղել եւ համայնքային են եղել եւ հանձնական են եղել եւ բնությանն են նվիրված եղել։ Հիմա որ ընթերցեք կփորձեմ մեկնաբանել։ Դուռդ փակես, հերթքից լցվի, հերթիկ փակես, դռնից լցվի։ Սա միանշանակ նշանակում է, որ լի տուն ունենաք եւ լցված լինի սիրով, բարությամբ եւ համերաշխությամբ։ Իդեպ ամանորին շատ կարեւոր սովորույթ է եղել, որ միմյանցից խռով մարդիկ պարտադիր միմյանց հետ բարիշել են եւ միասին են համայնքային են նշել ամանորը։ Եվ քանի որ ժամանակ քիչ մնաց, ամփոփելով, ինչպես ենք շնորհավորել միմյանց, ինչ որ մաղթանք կա կամ շնորհավորելու ինչ որ ձևաչափ կա, որ օրինակ այդ ձևով ենք շնորհավորել հնում։ Այդ մասին ինձ թվում է ավելի հստակ Հասմիկը կասի։ Իրականում որպես այդպեսին հենց շնորհավորանքի ձևաչափը այն էր, ինչ որ նշեցի ավետիսների միջոցով, քանի որ դրանք իրենց մեջ օրհնանքներ պարունակող երկ շնորհավորանք, բարի լուր բերող ավետիսներ էին, եւ ես կարծում եմ, որպես եթերի գեղեցիկ ամփոփում, Մարիամը կարող է մեզ համար մի ավետիս կատարել, շնորհավորել բոլորին եւ բարի լուրը այսօրվանից սկսենք փոխանցել։ Ընտիր, մենք սիրով սպասում ենք։ Այսօր տոն է հայտնության տյարան մեր օ Հիսուսի, երկենք մանկունք գեղեցիկ տանք ավետիս աշխարհին, կաղանդ բաբանահա եկավ խաղալիքներ մեզ բերավ, կներեք բարերը մոռացա։ Ոչինչ, ճանաչ եթերում ամեն ինչ լինում է։ Շնորհակալ եմ շատ մեզ հյուրընկալվելու համար, այսպես գեղեցիկ տրամադրություն փոխանցելու համար։ Կիրակի գնացեք Գառնի, նախատոնական ձեր օրեն տեղ անցկացրեք եւ ինչ որ առումով փորձենք կապը չկտրել այն ավանդույթների հետ, որոնք մենք ունեցել ենք, դրանց մեջ կան նաեւ հրաշալի խորհուրդներ։ Հիշեցնեմ, որ տաղավարում հյուրընկալել ենք Հասմիկ Տիգրանյանին, վարվարն ենք կրթամշակութային հասարակական կազմակերպության ծիսավար, Մարիամ Կարապետյանին, վարվար ենք կրթամշակութային հասարակական կազմակերպության անդամ, Սոսե Անանյանին, Խնկենի հիմնադիր, մանկավարժ նկարիչ, հագուստի մոդելավորող եւ իհարկե Կաղանդ պապի կերպարի մոդելավորող, այ որ Գառնի գնաք Կիրակի կտեսնեք։ Իսկ հիմա գնում ենք դիտենք Կովաստ։